Leah Beauty Academy. Leah Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինետ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է հետաքրքիր, երաժշտական, էքսկլյուզիվ թողարկում եւ ունեմ շոտ սպասված տաղանդավոր հյուր, բայց րոպեներ անց։ Այս պայն ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկան շրջապատում, հարազատների գրկում եւ ամենակարևորը Աստծո օգնությամբ։ Եվ այսքանի հետ մեկտեղ առաջարկում եմ տեսահոլովակ հատուկ հենց ձեզ համար։ Իդեպ ասեմ, որ տեսահոլովակի տաղանդավոր հերոսը րոպեներ անց կլինի մեզ մոտ տաղավարում, ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Когда наступит в Ереване синий вечер, я, как всегда, спортивный форт свой заведу. Быть может, снова на шоссе ее я встречу, свою заветную прекрасную мечту. Лечу на крыльях замечательного Форда, разбойник ветер в боковом окне свистит. Быть может, тоже на шоссе аэропорта она, как я, с такой же скоростью летит. Девочка Джан, она живет в стране чудес. Девочка Джан, останови свой Мерседес. Девочка Джан, на трассе лихо не рули. Девочка Джан, с ума схожу я от любви. Девочка Джан, останови автомобиль. Девочка Джан, тебя я очень полюбил. Девочка Джан, баранку лихо не крути. Девочка Джан, нам в этой жизни по пути. У светофора остановит полицейский, к моей машине с важным видом подойдет. Он знает наш мужской азарт и норов местный, да штрафует, но права не заберет. А в Ереване летом жаркая погода, под солнцем сохнут речек тонкие ручьи, и белый фар дымится над капотом Форда, а в сердце бьется дух моей шальной любви. Девочка Джан, она живет в стране чудес. Девочка Джан, останови свой Мерседес. Девочка Джан, на трассе лихо не рули. Девочка Джан, с ума схожу я от любви. Девочка Джан, останови автомобиль. Девочка Джан, тебя я очень полюбил. Девочка Джан, баранку лихо не крути. Девочка Джан, нам в этой жизни по пути. Она живет в стране чудес. Девочка Джан, останови свой Мерседес. Девочка Джан, на трассе лихо не рули. Девочка Джан, с ума схожу я от любви. Девочка Джан, останови автомобиль. Девочка Джан, тебя я очень полюбил. Девочка Джан, баранку лихо не крути. Девочка Джан, нам в этой жизни по пути. Девочка Джан, баранку лихо не крути. Девочка Джан, нам в этой жизни по пути.
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել։ Ձայնը բարձրացրել են։ Շատերն էլ ասում են Հակոբովն, ոնց որ ուշացել էր, ես մեղավոր չեմ, ամեն օր գործի են, փող են վաստակում եւ մոռանում են, որ պետք է գան Հակոբովնային հյուր։ Բայց որ նա ունի ժամանակատված գիտի երբ է լինելու ինձ մոտ տաղավարում, դա փաստ է։ Դուք արդեն հասկացաք, ես մեծագույն սիրով հյուրընկալել եմ իմ Բոյով Բուսաթով սիմպաթիչին տաղանդավոր ընկերոջը Վովա Ահարոնյանին։ Վով ջան, ողջույն։ Ջան, ողջույն Զինջան։ Լավ ներկայացրեցի։ Ընտիր, Զինջան, ես միշտ գոհ եմ։ Հա, գիտեմ։ Այն առօրյա գործից էլ, չէ՞, գիտես, որ ես Շատ գոհ եմ։ Ճարտար լեզու ունես ասել։ վերջացավ։ Նախ այ հիմա բարի գալուստ ինձ մոտ տաղավար, որովհետև դու եղել ես ինձ մոտ նոր տարվա շրջանում, չէ՞։ Հա, ուշ եմ գալի ես վերջերս, Զինջան։ Ով ասա, որ ես մեղավոր չեմ։ Բայց ես չեմ կարա նաև ասեմ, որ ես եմ մեղավոր։ Ինչի՞։ Քո մեղավորությունն էլ կա, Այսինքն, երբ որ Զինջան։ ես հրավիրեի, դու կգայիր ինձ մոտ տաղավար։ Զին, երբ ասես գալուս եմ։ Վերջացավ, ֆիքսեց հեռուստադիտողը։ Հիմա ես այստեղ հրավիրել եմ մի երգչի, ով ոչ միայն ֆուլ զբաղվածություն ունի ռեստորանային համալիրներում, այսինքն առիթատերերը բավականին հաճախ կարողանում են Վովա երգացանկը վայելել։ Ես հենց հրավիրել եմ այստեղ երգիչ, որ այդ բոլորից մեկտեղ նաև կարողանում էր գործերը ներկայացնել նաև եթերում։ Փորձում ենք։ Ահա, հիմա սկսենք ամենասկզբից։ Այսօր առիթատերերը շատերը ճաշակով, այսպես ասած, չեն զլանում, եթե ունեն մեն կողքից կնունք ծնունդ հարսանիք, ասում են, «Էսի օրինակ մեր ծնունդը նենց լավ անցավ», որովհետև այդտեղ Վովան երգում էր։ Եվ եթե այն Վովային ոչ մեկ ձայնը չի լսել, չի ճանաչում, այն որ ասում է «Բերնը բերան գովաստից», Վովան հայտնվում է այդ նույն առիթատիրոջ, օրինակ ասենք, առիթի ժամանակ երգում է։ Վով ասա դու հենց հիմա եթերում, այդքան ասում դրա համար, որ այն ամպագորգոր թվերը չի եւ այսօր դու ունես յուրահատուկ ծրագիր։ Զինա ջան, բնականաբար ամպագորգոր ինչ որ թվերի մասին խոսք չի կարա լինի։ Մենք ու Մայքլ Ջեքսոնը չենք։ Դե հիմա, այն որը մեկը դրա մասին, բայց ցանկացած միջոցառում, ցանկացած ինչ որ բանկետ բնականաբար իր վարձատրությունը պետք է ունենա, որի մասին նախորդ տեղեկացնում ենք թե առիթատիրոջը, թե կազմակերպչին եւ անցկացնում ենք միջոցառումը։ Հիմա ձեռքը դիր խղճի տասա օրվա մեջ քանի տեղս կարողանում մտնել երգել, որ ամենաշատն է։ Ահա։ Այդ իմաստն եմ հարցում էլի, որովհետեւ վերջում հասնում է ինձ մոտ, ուզում հասկանալ։ Զինջան, լինում է օրվա մեջ մի 4 տեղ, տենց, բայց ցանկալի է որ շատ տեղեր չլինի, որտեվ դա անկեղծ տանջանք է, որտեվ ստեղից ընդեղ, ընդեղից ստեղ, բայց լինում են իհարկե օրվա մեջ, որ մի քանի տեղ մտնում ես տարբեր միջոցառումներ, բայց ցանկալի է իհարկե որ դա լինի մեկ միջոցառում եւ գնաս հանգիստ։ Հա։ Համաձայն եմ։ Ով դու աշխատում ես ոչ միայն անհատ որպես երգիչ, այլ նաև աշխատում ես բենդերի հետ։ Տարբեր թե կա բենդ, որ այդպես երկար տարիներ հիմնական բենդի, հիմա էլ կան հիմնական, որ աշխատում են բենդեր եւ տարբեր բոլոր բենդերի հետ է համագործակցվում։ Որն է ցանկալի Վովի համար, անհատը թե բենդով։ Իհարկե բենդի հետ էլ ես դու իհարկե անհատական ինչ որ ոչ մի տենց մեծ տարբերություն չեմ կարա ինչ որ բան անեմ, բենդի հետ էլ շատ հաճելի է աշխատել, անհատական էլ մեծ ինչ որ տարբերություն չեմ կարա դնեմ, ինչ։ Վովը քանի տարի է որ երկարվեստում է։ Ինչ մոտավորապես արդեն մի մինիմում 15 կա էլի։ 2006 կարող եմ ասել։ 2006-ից ավելի մի քիչ սիրողական ինստիտուտի տարիներն էր ավելի բան, բայց արդեն եթե որպես աշխատանք բանկետներ, միջոցառումներ երևի 15 տարի մինիմում։ Շատ լավ։ Իսկ կարող ես հիմա եթերում ասել, որ Վովան նաև երաժիշտ է եւ որ գործիքին է տիրապետում։ Տիրապետել 100%-անոց sense տիրապետել ես չեմ կարա այտենց ասել, բայց իհարկե ունեմ երաժշտական կրթություն, դաշնամուր, սաքսոֆոն, բայց որ ասեմ տենց 100%-անոց, որտեվ ինձ թողներեն են մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, ես ուղղակի այդ գործիքներին տիրապետում եմ sense մի թեթև։ Օգնում է դա, բայց ասա։ Դե իհարկե երաժշտական կրթությունը չի կարա խանգարի։ Հա։ Լավ, ես բոլորը հարցում եմ մի ուրիշ թեմայի համար։ Ես գիտեմ, որ դու այն ամբիցիանով երգիչներից ես, որ տեսնում ես, որ այսօր շատ կան երգիչներ նոր սերնդի, որ նոր սերնդի դուք ինչի նկատի ունեք։ Այն որ ուզում են ուղղակի գիտեն, որ երգելով կարելի է փող աշխատել եւ Հա, որ տեսել եմ, որ երգելը լավ բան է։ Հա, թեկուսի չի, գնում են ձայնագրման ստուդիա։ Ճակերտավոր երգիչների մասին էր խոսքը։ Դե ես սերվից եմ գալ էլի։ Ես մի անգամից պրյամո Զինջան։
Ու իմ մոտ sense է, ես գիտեմ, որ երբ որ անձամբ եմ տեսել քեզ, երբ որ դու մի երգ չես ծանոթանում ես, միանգամից հարցնում ես, ասենք, դուք երեք սկսել երգել։ Ու 3 չառաջ օրը։ հա, ու գիտեմ, որ դու մեկ-մեկ նաև չես զլանում, խորհուրդ ես տալիս, որ ասենք, ավելի լավ է ինքը գնար գեղեցկության սրա բացեր եւ երգեր այնտեղ։ Այդ շրջապատի Ձին որտեղից քեզ այդքան Դե ինֆորմացիա։ մի քանի տարի է հետը ապրում մեծանում եմ դրանից է։ Ուզեմ հասկանամ, հիմա մեզ մոտ այդ աճը կա թե պակասել է, Գնալով շատանում է Ձինջան։ Բայց ասա- Գեղեցկության սրաները գնալով շատանում են։ այսքանի հետ մեկտեղ ուզում եմ նաև փաստես, Ցավոք սրտի։ որ այսօր չեն կարող նաև այդ իրանց սիրուն կեցվածքով կամ չգիտեմ Խոսքը միայն գեղեցկության սրաները գեղեցիկ սերի ներկայացուցիչների Տղերքի մասին չէ։ մասին։ Տղերքի նաև շատ լավ բարբերշոփ երգիչներ ունենք, այսինքն թողներ են ինձ բարբերշոփը ես ինքս ես հաճախում եմ փոխաբերական իմաստով եմ ասում, այսինքն ովքեր կապ չունեն։ Դա իմ սուբյեկտիվ Տղերքի մեջ էլ կարծիքն է, կաք։ որը կարա նաև լինի օբյեկտիվ կարծիքը։ Ինձ շատ իմ երգիչ, երաժիշտ ընկերները կարան դա ասենց պեչատեն էլի ասեն, բայց իրոք գնալով շատանում է այդ ոչ մասնագիտացված, որոնք ոչ ունեն, այսինքն կոնկրետ կրթություն, ման ուղակի սկսում են երգել ոչ տենց լավ։ Հիմա իմ հնչյունային ռեժիսորը այնտեղից լսում է, որովհետև ինքը բնականաբար շատ երգիչներ այդ աշխատում ստուդիա ունի, եւ ես վստահ կարող եմ ասել, որ իր օրվա մեծ մասը բալանսի է գալի, երբ որ լուրջ երգիչն է գնում ձայնագրման։ Իսկ այն երգիչները, որոնք ուզում են վաղը գան գործի, օրինակ, արուն է գալիս քթից, միջև ձայնագրվում են Քթից, կարևորը քթից։ բայց հնչյունային ռեժիսորի, ոչ թե երգողի։ Շատ լավ։ Ներողություն եմ խնդրում, ոչ ճիշտ։ Անկեղծության համար, էլի։ Շատ լավ։ Ձինջան։ Բայց այս բոլորդ մեկտեղ Վովը նաև վաստակավոր Պապանյա է երկու գեղեցկուհիների։ Այո։ Վով դու ոնց հասկացա հպարտանում ես, դե մեծ իմասուն չեմ խոսում, ինձ թվում է արդեն իր տեղը գտել ոնց որ մոդել է, բայց շեղվել ես փոքրով։ Երաշտական առումով ոնց է։ Երաշտական դեռևս դից չեմ կարող ասեմ։ Մեկ-մեկ անում, բայց դեռևս 3-3.5 տարեկանում մի քիչ Մեծը բա։ մեծը շատ լավ տենց տվյալներ են, բայց ամենայն դեպս չեմ ուզում ինչ-որ տենց խորացված։ հատուկ։ Մեծանակը հասկանանք էլի։ Դե կա չէ, որ ասում չէ իմ նման պիտի երգի կամ պիտի տենց Ոչ, երբեք Պապան ունի մեծ շրջապատ, ոնց չլինի ինչ որ մի բան։ Չէ, երբեք, դա հասկանանք էլի դեռևս։ Հələ պուճուրը, ոչ ջոն։ Շատ լավ, հիմա անցնենք ներկային։ Բացի այն, որ մենք աշխատում ենք, փորձում ենք վաստակել, մեր գործունեությունը ծրագիրը ցույց ենք տալի, ով ինչ ունես միջև տարվա վերջ, որ կիսատա պետքա, չգիտեմ, Ռեմոնտը սա Ձինջան կիսատ մնացել։ Այդ խանգարումա չէ քեզ։ Վայ, ահա որ սենց շատ բարդ ծանր process-ի մեջ եմ։ Ասենք երկու տեսալովա կսպասում է միջև ռեմոնտը վերջանա։ Հենց հիմա պատրաստի երգեր ունեմ, որոնք այսինքն խանգարում են իմ զբաղվածություն թե առօրյա աշխատանք, բայց չեմ կարող զբաղվեմ, պետք մինչև ռեմոնտը շպրծնեմ ոչ մի ուրիշ բան։ Հասկացաք։ Ինչն է խանգարում այսօր տաղանդավոր երգչին ստեղծագործելու համար, բայց ես քեզ համար ունեմ բլից հարցեր։ Լսում եմ ջան։ Որպեսզի մենք կարողանանք մի քանի հարցերի օգնությամբ ճաշակը այսպես ճաշակի ծանոթանալ եւ ներնաշխարին։ Պատրաստ ես։ Սկսի։ Գնացինք, երկար չմտածես։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Առավոտյան սուրճ։ Նախընտրած գույն։ Սև։ Սիրելի խոհանոց։ Հայկական։ Նախընտրած խմիչք։ Կոնյակ։ Նախընտրած կենաց։ Քո սիրած կենացը։ Երկու հատ կարամ ասեմ, ծնողների հայրենիքի։ Վերջացավ։ Ունես հայկական ֆիլմ, որ հենց ցույց են տալի մի հատ աչքի տակով նայում ես։ Հարսնացուն հյուսիսից։ Ոայ ես էլ։ Գյուղ թե քաղաք։ Քաղաք։ Կյանքի հերոս ունի Վովան։ Երևի տենց ինչ որ ասեմ, ամենաշատ երևի պապայիս հետ կապված, բայց ինչ որ տենց չեմ կարող ասեմ, որ հերոս։ Բայց կյանքի հերոս պապան Իհարկե, է։ եթե որպես տենց ասեմ, իհարկե պապաս։ Շատ լավ։ Վովայի հոբին։ Ունես։ Այս պայդրությամբ հոբին միակ իմը քնելն է։ Ոխոստված մեկի պահանջարկ արդեն։ Իսկ Վովն ունի վախ։ Որն է քո ամենամեծ վախը։ Ատամնաբուժը, չէ, իհարկե դա կատակ էր։ Ձինջան, վախ երևի ամենամեծ վախերից մեկը դա հարազատ մարդու կորուստն է, որը իմ կարծիքով բոլորը կունենան։ Համաձայն եմ։ Կարծիք մեկ նախադասությամբ մեր մշակույթի մասին։ Հիասքանչ։ Սարկազմդ։
Դա դու ասեցի, ես ուղղակի ասեցի հիասքանչ, հարգելիս։ Հա, Հիասքանչ։ իսկ որ իրականությունը քո ականջի համար մշակույթը որ վիճակում եմ, լեվելային տարբերակով։ Մենք եթերում ենք, Այո, հիասքանչ վիճակում շատ լավ։ Գժվում եմ ձեզ համար։ Ես գիտեմ։ Ինչի անում Վովան վատ տրամադրություն ունենալու դեպքում։ Մեկուսանում ես դեմքիցդ Թող երևում է։ մնացածը մեկուսան անցավ տոնը։ Բայց քո տրամադրությունը փոխանցվում է մնացածին։ Դե եմ ասում, հենց որ վատրամոզումը մնացածը թող մեկուսան։ Ունքերը sense մոտիկա գալու էլ այլևս չարժե շփվել հետո։ Դու հələ Ես էլ պատասխանեցի։ Իսկ Վովան ինչ երազանքներ ունի ապագայի հետ կապված, եթե կան։ Երազանք թե նպատակ։ Երևի փորձենք տենց իրար հետ, ես ավելի շատ տենց երասկոտ չեմ, տենց որ ասեմ շատ ինչ որ երազանք, բայց կարելի է նպատակն էլ ինչ որ նպատակ ինչ որ պետք կոնկրետ չեմ կարող ինձ ասեմ, բայց ասում են որ ասում ես չի լինում։ Ճիշտ ես, այդ հետ համաձայն եմ։ Վովան լսում էր ներքին ձայնին։ Անպայման։ Օգնում է քեզ Վով։ Շատ։ Այստեղ փոքր Վովա կա, որ ապրում է հետդ կռվում է։ Տեղել, ուրիշ տեղել, ինքան փոքր Վովաներ կան ցավոք։ Այդ լավ չէ, դա խանգարիկ ես։ Մի հատ պետք է լինի։ Շատ լավ։ պրովոկացիոն հարցեր եք Դե տալիս։ դա բլիցը պետքա մի Բացավատ տանեմ, ես էլ պետքա պատասխաները տամ, սենց Մի մտածի ճիշտն ասա։ Ես ճիշտ եմ ասում, ասիմ լիքը Վովաներ կան։ Վովայի ամենասիրելի երգը, որ ինչքան մեծանա, այդ սիրում ես այդ երգը կապ չունի քոնը թե չէ։ Ցինջան էս վերջի տարիներին արդեն էս այն կոնկրետ որ ասեմ ինչ որ մի հատ սիրելի երգ չեմ կարող նշեմ։ Բայց որ կա քո մոտ էլի, ոնց չլինի դի Վովան միշտ տենց թեկուս քթիտակ երգում է, որն է Վով։ Վայ, այս մի հարցին ես անկեղծ Ես առանձին տարբեր երգեր լս Սթորի կանեմ այդ երգը ձեզ համար հարգարժան հերոստադիտողներ։ Այն լավ երգերից։ Որը որ զգամ քո սիրած երգերից մեկն է։ Սո, անկեղծ չեմ հիշում, ձին, անկեղծ եմ։ Շատ լավ։ Իսկ Վով ունի կարգախոս։ Չի ասի, որ տենց ինչ-որ մի կարգախոս, որի վրա առաջնորդվում եմ, որտեվ կարա այսօր այդ կարգախոսը տենց անես, բայց վաղը հասկանաս, որ ուրիշ վիճակով պետքա մի քիչ նաև հարմարվես։ Համաձայն եմ։ Չնայած ես իմ տեսակով միշտ տենց ուղիղ, ամեն ինչին ուղիղ գնացող։ Ռեալիստ ես։ Ռեալիստ եւ ուղիղ, ճանապարհը ուղիղ անցնես, ամենակարևորը։ Շատ լավ։ TV թե ռադիո։ Այս պայդրությամբ ցավոք սրտի ոչ այն եմ շատան, բայց երևի շուտ ավելի TV։ Ոնց որ երկար մտածեց։ Վերջի հարցին հույսով եմ երկար չես մտածի, նախընտրած հեռուստաղորդավարուհի ունեք։ Այս հարցը ես մի անգամ էլ ես դու ինձ տվել հաղորդման ժամանակ ես ասեցի իհարկե ոչ։ Ով է։ Եթե Ասեցի ոչ, չեմ ասի, չէ։ Դե ինչ ջան, նախընտրած զոր ասում, օ դու խեղդում ես էլի, Մուրադ խեղդում ես էլի, ասում հարցերը լուծել եմ էլի։ Դե ես չեմ հարցում, բնականաբար ես եմ։ Ես սիրում եմ քո տեսակը, որ դու ինձ երբեք չես ուրանում։ Ես Իմ չեմ սիրում ընկերն է ուրացող մարդկանց։ Իսկ ես վախենում եմ ուրացողներից կներեք։ Բնականաբար։ Հիմա անցնենք մեր ֆորմատին, ամփոփման համար, որովհետև ոնց կարա Վովան այստեղ լինի ու իր ձայնը չտարածի ամբողջ տաղավարով րոպեներ անց։ Վով, դու այսօր հազարավոր մարդկանց օրը տոն ես դարձնում քո երգով, հոբելյարներ առավելևս։ Բայց ես ուզում եմ իմանալ Վովան ինչպիսին է որպես հոբելյար։ Ես գիտեմ, ուզում եմ հեռուստադիտողն իմանա։ Տեսակները մասում ընտրում ես։ Տղա ով սիրում է ամիսներ առաջ ծնունդը կազմակերպել, տղա ով չի սիրում, այդպես մի տեսակ մեկուսանում է, եւ տղա ով տուն տեղ ընկեր կոլեկտիվ ոնց է չի իր համար մի բան կկազմակերպեն։ Որն է քոնը։ Առաջինը չէ, որ տենց ամիսներ առաջ դա այսքան ժամանակ չի եղել։ Ես вообще սիրում եմ տենց պայտակ, որ ստացվի, տենց չեմ ասի, որ տենց մեկուսանամ, չեմ էլ ուզենա, որ ինչ-որ մեկը եկա որը տեղում որոշեցինք, բանացինք, եթե ինչ-որ մեծ միջոցառում պետքա կազմակերպեմ ծննդյանս, կոնկրետ ինչ-որ բան, կարող է մի քանի օր առաջ, մի շաբաթ առաջ, բայց որ ամիսներ առաջ դժվար։ Դու ունես տարբեր կոլեկտիվներ ընկերների։ Այդ օրը որ մեկի մոտ գիշերը լինես, վստահ եմ նա էլ կազմակերպում է, այդ թիմն է կազմակերպում։ Իհարկե, տենց է։ Ով է նախապատրաստվի, իմ ծնունդն է գալիս։ Ջան, արդեն պատրաստվել եմ, Վերջացավ։ Տեսախցիկը քոնն է, խնդրում եմ, շնորհավորիր օրվա բոլոր հոբելյարներին։ Ես շնորհավորում եմ բոլոր մեր այսօրվա հոբելյարներին, մաղթում եմ քաջ առողջություն, լինեն միշտ երջանիկ, ապրեն խաղաղ երկնքի տակ, լսեն բարձրորակ երաժշտություն։ Վերջացավ։ Իսկ դուք ավելի մոտ եք նստում, ձայնը բարձրացնում, որովհետև հատուկ ձեզ համար երկում եմ տաղանդավոր ընկեր Վովա Ահրոնյանը։
Сердце, расскажи мне, как глубоко и сильно ты любишь безответно вновь и вновь. Сердце, расскажи мне, все тайны расскажи мне, зачем тебе такая вот любовь? Порой не понимаю, живешь о ней мечтая и забывая, что страдаешь ты. И ты во сне летая, дорогу не меняя, летишь лишь к ней и любишь эти сны. Где-то на 7 ветрах заблудился я вновь в своих мечтах. Где-то там глубоко в моей душе тихо, молча мечтаю о тебе. Где-то на 7 ветрах заблудился я вновь в своих мечтах. Где-то там глубоко в моей душе тихо, молча мечтаю о тебе. Чувствам доверял я, слепо и не зная, что со мной играла лишь в любовь. И себя теряя, о тебе мечтая, разбивал себе я сердце вновь. Но в толпе прохожих нет тебя похожих, ты одна на миллиард людей. И ночами сложно, сердце вновь не сможет, без нее ведь тянет только к ней. Где-то на 7 ветрах заблудился я вновь в своих мечтах. Где-то там глубоко в моей душе тихо, молча мечтаю о тебе. Սրտում ես միշտ ամեն մի զարկովելի երկինք իմ տուն հայրենի դու իմ մտքում ես միշտ ես քո զինվորն եմ էլի վեր կաց տեսնեմ հայրենի մեզ են դեր սպասում Հաղթությամբ կնքված մարդեր բասում Ձերքդ դուր ամուր, որ հողը մի բուր
ծովից ծով դառնա որ շուտով անի էր սրում ուղան մեզ վերադառնա Արարատ լեռան բարձրունքում ջերմակ դրոշը հայի ձեռքով էլ ու հայի երգով պիտի ծածանվի դու իմ հոգում ես միշտ ամեն քո կանչով էլի դու իմ հաղթած պապերի դու իմ երգում ես միշտ աղոտքն ու օրորն ես իմ մոտ Արյունը թափված իմ եղբոր ու դեռ մեզ է սպասում Հաղթությամբ կնքված մարտեր բասում ձեռքը տուր ամուր որ հողը մի բուր ծովից ծով դառնա որ շուտով անին էր սրում ուղան մեզ վերադառնա Բարձրունքում ջերմակ դրոշը հայի ձեռքով է ու հայի երգով պիտի ծածանվի Արարատ լեռան բարձրունքում ջերմակ դրոշը հայի ձեռքով էլ ու հայի երգով պիտի ծածանվի Դու իմ սրտում ես մի